Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը չի թուլանում, փոխարենը ավելանում են հայկական այն ապրանքատեսակները, որոնց մուտքը ռուսական շուկա արգելվում է։ Սա բերելու է տնտեսական կոլապսի, անխուսափելիորեն բերելու է, եւ դրա համար եմ ասում, որ մեզ ցավոք սրտի շատ լարված ամիսներ են սպասում։ Չնայած իշխանական քարոզչամեքենայի պնդմանը, թե նախընտրական շրջանում սկսված հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները Մոսկվան կվերացնի ընտրություններից հետո, հայ-ռուսական առևտրային ճգնաժամը շարունակ խորանում է։ Ծաղիկների, միրգ բանջարեղենի, ձկնամթերքի, հանքային ջրի, կոնյակի ներմուծումը Ռուսաստան արգելելուց հետո ուրբաթ հայտնի դարձավ, որ ռուսական վաճառասեղաններից շուտով անհետանալու են նաև հայկական պանիրը, կաթնամթերքի ամբողջ տեսականին։ Հայաստանցի արտադրողների շրջանում խուլ դժգոհությունն արդեն վերածվում է բողոքի աղմկոտ ցույցերի։ Հիմա մենք տեսնում ենք փչացած ծիրանների տեսարաններ, մենք տեսնում ենք մարդկանց, որոնք լոլիկ արտադրողները կամ ձկնարդյունաբերության զբաղողները հիմա ցույցեր են անում։ Ի վերջո այս ցույցերը սոցիալական գետնի վրա մի օր մի գետի մեջ են այս արվակները միավորվելու։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ փորձել է հասնել հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի վերացմանը։ Զրո արդյունք։ Չի ստացվել, որովհետև ըստ Սուրենյանցի Մոսկվան դեռ հայաստանյան ընտրություններից առաջ հստակ է ձևակերպել խնդիրը։ Երևանը պետք է կողմնորոշվի կամ ԵԱՏՄ կամ Եվրամիություն։ 2026 թվականի ապրիլի 1-ից էապես վիճակը փոխվել։ Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումն է ջրբաժան դարձել հայ-ռուսական հարաբերություններում, նկատում է քաղաքագետը։ Եթե միջև այդ ռուսները իրան թույլ էին տալի երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը, հիմա թույլ չեն տալի։ Ասում են կողմնորոշի։ Ընդհանրապես սանկցիաներ էր պետք 10-15 օրով Ռուսաստանը կիրառեր արտահանման սահմանափակումները, որովհետեւ Հայաստանի հասարակությունը տեսներ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բոլոր պատմությունները եվրոինտեգրացիայի մասին փուչիկ են։ Քաղաքագետը պնդում է եվրոինտեգրման գեղեցիկ խոստումներով արևմուտքը Հայաստանն ուզում է դարձնել հակառուսական նոր պլացդարմ։ Եվրաչինովնիկները ըստ նրա Երևանյան գագաթնաժողովում արդեն բաց տեքստով էին հնչեցնում իրենց մտադրությունները, չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այսքան տարի ուղեղ լվացրեցին, գլուխ հարթուկեցին, Ռուսաստանին դեմոնիզացրեցին եւ հակառակը պուպուշ հեքիաթներ պատմեցին Հայաստանի արևմտյան հեռանկարի մասին։ Հիմա Սուրենյանցի կարծիքով Փաշինյանի արևմտյան տերերը, որոնք աչք փակեցին ընտրություններում ԿՊ-ի ձայնագողության եւ մանդատագողության վրա, նրանից պահանջում են օր առաջ լքել ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։ Գնալով խաղադրույքները աճելու են եւ կամ մեզ այդ դեպքում կսպասվի Աստված մի արածը ուկրաինական սցենար զարգացումների կամ կբերի երկրի ներսում փոփոխությունների, որպեսզի մենք կանխենք այդ սցենարի հնարավոր կրկնությունը Հայաստանում։ Քաղաքագետի համոզմամբ Հայաստան աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի վերածած Փաշինյանի մանևրելու շանսերը ամեն օր ավելի են փոքրանում, մեծացնելով մեր պետության գլխին կախված վտանգները։ Մեծարգո նախագահ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։